Վստահ եմ գիտեք, որ Հայաստանի արտաքին պարտքը Փաշինյանի կառավարման 7 տարիների ընթացքում կրկնապատկվել է։ Երբ հարցնում են ինչ ես արել այդ 8 միլիարդ դոլարը, ասում է զենք եմ առել։ Այդ ինչպես եթե ռազմական բյուջեն կրճատել է։ Հավատում եք արդյոք։ Ինչու՞։ Եվ որ զենքը գնացել էր, այսօր այդ օրին չէին գնել էլի։ Չէ, ինքը զենք չի առել։ Չեմ հավատում նրա ոչ մի խոսքի։ Այս փոքր քաղաքում 40 հատ տարեկան ոչ էլ աշխատում են հավայի փողենը իրա որ պահեն մլիցիոմար ավտոարը մեզ մար ոչ զենք չի առել ես շուշուտ եմ սահմանելում զենք չկա դեռ այն կա էտիա ուրիշ զենք չկա ես չեմ տեսել կարող է թակում պահել իրաստաներ Չի կարա նման բան լինի, եթե մենք զենք ունենայինք, չեմ ասում որ դա եմ աշխատում, ոչ եմ։ Եթե մենք նախ զենքի արտովաճառքը միջազգային բանում կա կազմակերպություն, որը գրանցում է, թե ինչքան զենք առատվյալ պետությունը, դա բոլորին դաստուտնի է։ Այսինքն բոլորը կարող են իմանալ, թե օրինակ Հայաստանը, Ադրբեջանը, Թուրքիան, Ռուսաստանը չէ, մյուս երկրները ինչքան զենք առան։ Բայց ուր է այդ ցանկը, երբ որ չես տրամադրում ժողովրդին։ Դերից տենանք, ուր է, չկա տեսփան, չէ, ոչ մի բան չի փոխվել։ Ոչ տեղափոխություն է եղել, եթե ուզում եք իմանալ։ Բոլորին էլ բարձ է այս դոմը, չգիտեմ։ Բա ուրա չենք տեսնում։ Չէ՞, եթե զենք են առնում, եթե խաղաղությունն է, 8 միլիարդ զենք են առնում, մեկը մեկին հակասում է, իմ կարծիքով, համամիջում չեմ հավատում միանշանակ։ Եթե որ ինքը առել էր, բա ինչի մենք պարտվանք պատերազմում։ Եթե զենքը կար, եթե ամեն ինչը կար, ինչի պարտվանք։ Եթե ինքը բանակը կրճատել 1.5 տարի, զենքը ում համար առնել, որ նորից հելը հետ տան թուրքերին, չգիտեմ։ Պետության ղեկավարությունը նաև մեծ իրավունք ունի նաև տիրապետելու այն ֆինանսական միջոցները, որոնք գոյանում են պետության ներսում, անկախ նրանից դա պետական պարտքի ձևով է, հարկերի ձևով է կամ նվիրատվությունների, եւ այդ հնարավորությունը չպետք է անձնական նպատակների համար ծառայի, որովհետեւ դա առանց էլ ախատ ենք, այդ մնացածն տանք անձնական նպատակների ինչ է մնում տակը, ոչ բան։ Չէ, դրան չեմ հավատում, զենք չի առել։ Այսինքն առելա ոչ այդ չափով էլի, որ ինքը ներկայացնում է, որ զենք եմ առել։ Թող է թվում իրաց պարգևա վճարներին, իրաց մեքենաներին, իրաց չգիտեմ ինչերին, իրաց դղյակներին, որ օրը մեկը տուն է, իբր վերջ է։ Այդ դրան չեմ հավատում։ Հիմնական երկրի անվտանգությունը բանակն է, ճիշտ է։ Իսկ բանակի վրա որ եթե ռազմական բյուջեն կրճատվել է, այդ տրամաբանությունը որտեղ է որ ինքը բան արել, ավելացրել է։ Շուտ ասեմ, զենքը ընդհանրապես չի առել, զենքը առել է հնդկացիներից, որոնք չի աղշատում ընդհանրապես ժանգոտած զենքեր առել։ Ոչ մի բան չի արել, հենա ուղարկել է սահմանամերձ փորձառումներ են կատարում, չի աղշատել։